Մեր աշխատավարձից գումարները հավաքվում են մեր կենսաթոշակային հաշվին։ Այդ գումարների դիմաց մենք ձեռք ենք բերում փայաբաժիններ։ Ֆոնդի կառավարիչը պարտավորվում է այդ գումարներն այնպես կառավարել, որ դրանք լրացուցիչ եկամուտ բերեն։ Օրինակ, ներդրում է անում որպես բանկային ավանդ, ձեռք է բերում պետական պարտատոմսեր կամ այլ արժեթղթեր։ Պետք է նկատի ունենալ, որ դա կայուն եկամուտ չէ, այսինքն կարող է պատահել, որ ոչ թե եկամուտ ստանանք, այլ վնասներ կրենք։ Կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն, կൂട്ടակային կենսաթոշակ ստացող անձիկ 2037 թվականից կսկսեն ստանալ վճարումները։ Մինչդեռ հստակ չեն վճարման մեխանիզմները, այլ կան միայն ընդհանուր հասկացություններ։ Հարց է, թե որքան արդյունավետ են կառավարվում այդ ֆոնդերը և արդյոք մինչև նշված ժամկետը մեր կենսաթոշակային հաշվին բավարար գումար կլինի սոցիալական ապահովության խնդիրը լուծելու համար։